Այն մարդիկ, ովքեր որ չեն կողմնորոշվել կամ դեռևս չգիտեն, դժվարանում են պատասխանել, 1 տարի առաջ իրենց թիվը ավելի բարձր էր, շուրջ 60% էր, եւ սա լուրջ տրիգեր է, լուրջ խթան է եւ լուրջ աշխատելու տեղ է տալիս թե իշխանությանը, թե ընդդիմությանը, եթե վերջին անգամ հստակ արձանագրենք, որ իշխանությունները ունեն հարաբերական առավելություն, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք վերընտրվելու են եւ իրենք հաղթել են կամ հաղթելու են, դա վերցնենք որպես մեկնակետ, շարունակելով, որ ընդդիմությունն էլ վերջի 3-4 տարվա ընթացքում ոչ մի դասեր չի քաղել, այդ թվում նաեւ այս հետազոտություններից ու ցավոք սրտի ընդդիմությունը դեռևս չի պատկերացնում եւ չի գիտակցում հանրային ընդհանուր տրամադրությունները, ինչի երևում է նաեւ նախընտրական քարոզարշավից։ Նայեք, չկողմնորոշվածները ամենաթիրախայինը պիտի լինեն ընդդիմության համար, որովհետեւ եթե այս ընտրություններին եւս ինչպես նախորդ ընտրություններին մասնակցի 49-50% հասարակություն ընտրության իրավունք ունեցողների 49-50%-ը, ապա հավանաբար իշխանության շանսերը եւ իշխանության X թիվը ավելի հաջողակ կլինի, այսինքն եթե իշխանությունը օրինակ ունի 40% վարկանիշ, եթե ընտրություններին մասնակցեն ավելի շատ, բնականաբար այդ 40-ը միգուցե ավելի իր պրոպորցիայի մեջ ավելի քիչ լինի, քան ընդդիմության դեպքում, էլի։ Այսինքն նայեք, եթե ընտրություններին մասնակցի 50%-ի փոխարեն 60%, հավանաբար այդ 10% ավելյալ մասնակիցները գնալու են ընտրեն ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը, որովհետև այն մարդիկ, ովքեր հիմա ասում են, որ իրանք ընտրություններին կգնան եւ կընտրեն իշխանություններին, իրենք հավանաբար շատ վստահ են իրենց ընտրության մեջ եւ իրենց ընտրությունը գրեթե վերջնական է։ Եվ այսպես ասած կտրուկ որոշակիացած էլեկտորատ է։ Եվ այդ մարդիկ են, ովքեր օրինակ այս իշխանությունները ամեն դեպքում Արցախի կորուստ ա եղել, այս իշխանությունների օրոք ամեն դեպքում լուրջ ձախողումներ ա եղել, եւ եթե այսքանից հետո օրինակ 25%-ը ասում է կամ 40% ասում է կգնա կընտրի, սա արդեն այս իրենց էլեկտորատն է։ Հիմա հարց մնում է նրան այն մարդիկ, ովքեր որ ասում են օրինակ ընդդիմության որևէ գործ չի ընտրեն։ Իրենց ընտրությունը դեռ վերջնական չի։ Կարող վերջի օրը օրինակ ընդդիմությունից որևէ մի գործիչ, մի հրապարակային մի միտք ասի, որը դուրը չգա, ինքը չգնա ընտրի։ Այսինքն ընդդիմության քվեն ավելի շատ է, այսպես ասած, ոչ միանշանակ եւ ավելի շատ պետք է ընդդիմությունը փորձի գտնել իր էլեկտորատը չկողմնորոշվածների շրջանում։